Open Media-ի ուղիղ եթերում իր աշխատանքն է շարունակում Re News լրատվականի գլխավոր թողարկումը տաղավարում աշխատում է Լուսնե Ղարսայանը։ Բարև ձեզ։ Ամերիկայի հայ դատի հանձնախմբի տարածած հայտարարության համաձայն Թրամփ-Վենսի վարչակազմը հայտնել է, որ Վաշինգտոնն ակտիվորեն խրախոսում է Երևանին և Բաքվին ապահովելու էթնիկ հայերի վերադարձը Լեռնային Ղարաբաղ, ինչպես նաև կոչ է անում Ադրբեջանին պահպանել հայկական պատմամշակութային կոթողներն ու եկեղեցիները։ Պետքարտուղարությունից ստացված նամակը վկայակոչելով հայ դատի գրասենյակից վստահեցնում են, որ Միացյալ Նահանգները Բաքվում իր դեսպանի միջոցով ուշադիր հետևում է Ադրբեջանում կալանավորված հայերի դատավարությունների և հաստատում է, որ դեսպանատան աշխատակիցները հնարավորության դեպքում Բաքվում ացելու են դատական նիստերին։ Հիշեցնեմ, Բաքվի բանտերում ըստ պաշտոնական տվյալների 23 հայ գերի է պահվում։ Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը շարունակում է մնալ կառավարության ուշադրության կենտրոնում որպես տնտեսության առանցքային ուղղություն։ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել ինժեներական քաղաքի 2 միլիարդ դրամի պետական ներդրմամբ կառուցված բիզնես աքսելերատորի շենքի բացման արարողությանը։ Այցելել է Շառլ Ազնավուրի անվան գերհամակարգչային կենտրոն և ծանոթացել Հայաստան ճարտարագիտական շաբաթ ցուցահանդեսի նորարարություններին։ Այցի ընթացքում նա ծանոթացել է գերհամակարգչային կենտրոնի աշխատանքին և հանդիպում ունեցել ոլորտի ներկայացուցիչների հետ, որի օրակարգում ոչ միայն ոլորտային, այլև այլընտրանքային քաղաքականության և իրական Հայաստան գաղափարախոսությանն առնչվող հարցեր էին։ Այս կենտրոնի հիմնական նպատակը ինժեներական ապագա սերնդի տեխնոլոգիաների հետազոտությունն է և հաջորդ սերնդի մեր պրոդուկտների մեջ լինելու են ստանդարտներին համապատասխան աերոզոլի, նյութագիտության և էլեկտրոնիկայի հետազոտման լաբորատորիաներ, ու շատ լավ, որ որքանում շնորհակալություն կարող նախարարն այս ստեղծման կարողանում, որովհետև այս հարկը կարող է գիտական հետազոտությունների հարկ, այստեղ նաև գտնվելու ոնց հասկանում են այլ գիտական լաբորատորիաներ և ինժեներական լաբորատորիաները, որոնք որ ընդհանուր գործման համար են։ Ու երեք մեր մատակարարներից մեկի հետ էինք զրուցում, օրինակ Metavis 3D printer-ի բան ենք քննարկում, որ այսպիսի բարդության և այսպիսի մանրության բաներ կարողանանք տպել ճշտությամբ ու արագ, այսինքն րոպեների ընթացքում, որպեսզի հենց գաղափարը հասնում է, հենց գաղափարը առաջանում է, միանգամից կարողանանք այդ գաղափարը տեսկանալու։ Հիմնական գործառույթը այդ ծառայությունները մատուցելն է։ Դուք սեփական հետազոտություններ չեք անում։ Մեր ուղղակի իրենք ձեր սարքավորումներից օգտվում են։ Այո, մենք թույլ ենք Մենակ սարքավորումներից, թե ուրիշ նաև մենք ֆինանսավորում ենք խորհրդատվություն։ ֆինանսավորում են։ Առավոտյան Նիկոլ Փաշինյանը Facebook-յան գրառմամբ հանրությանը տեղեկացրել է հարկային մուտքերի աճի մասին։ Հունվար-սեպտեմբեր ամիսներին պետական բյուջեի հարկային եկամուտներն ու տուրքերը ծրագրվածի նկատմամբ գերակատարվել են 7,4 միլիարդ դրամով։ Պետական բյուջեն մուտքագրվել 2 տրիլիոն 13 միլիարդ հարկային եկամուտներ և պետական տուրքեր, որոնք նախորդ տարվա հունվար-սեպտեմբերի համեմատ ավելին են 13,9%-ով կամ 245,6 միլիարդ դրամով, գրել է նա։ Գրել է նա և շնորհակալություն հայտնել աշխատող հարկերը վճարող քաղաքացիներին և պետական բյուջեի հարկային եկամուտների աճն ապահովող պետական ծառայություններին։ Այս տարվա հունվար-օգոստոս ամիսների ընթացքում ճանապարհային երթևեկության կանոնների խախտման համար ներքին գործերի նախարարության գանձած տուգանքների համար կիրառվող պատժամիջոցներից ստացված մուտքերը կազմել են շուրջ 12,5 միլիարդ դրամ, 10%-ով գերազանցելով նախորդ տարվա հունվար-օգոստոսի ցուցանիշը։ Պաղեստինյան Համաս խմբավորումը համաձայնել է Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի վերջնագրի բոլոր պայմաններին, բայց զենքը դեռ վայր չի դնում։ Համասը պատրաստ է վերադարձնել պատանդներին, սակայն հատկացված 72 ժամը բավարար չի համարում այդ քայլի համար, քանի որ մի քանիսի հետքերը կորցրել է։ Եթե երկու կողմերն էլ համաձայնում են Թրամփի ծրագրին, պատերազմն անմիջապես դադարեցվում է և իսրայելական զորքերը հետ են քաշվում նախապես համաձայնացված գիծ։ Դրանից հետո Համասը պարտավորվում է ազատ արձակել բոլոր պատանդներին և ողջերին և զոհվածներին։ Իր հերթին Իսրայելը պետք է ազատ արձակի ցմահ ազատազրկման դատապարտված 250 պաղեստինցի բանտարկյալներին, ինչպես նաև 2023 թվականի հոկտեմբերի 7-ից հետո ձերբակալված Գազայի 1700 բնակիչներին։
Եթե այս վերջին հնարավորության համաձայնագիրը չկնքվի, Համասի դեմ բոլորովին աննախադեպ դժոխք կբռնկվի։ Նման կոստ վերնագրով Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը Համասին ժամանակ տվեց մինչև կիրակի երեկո ընդունել Գազայի ապագայի վերաբերյալ իր 21 կետանոց ծրագիրը։ Ի պատասխան Համասը հայտարարեց, որ համաձայն է ազատ արձակել բոլոր պատանդներին եւ պատրաստ է անհապաղ մտնել բանակցությունների մեջ, սակայն շրջանցեցին ամենավիճահարույց կետը՝ զինաթափումը։ We're talking about the conditions to release. Մենք խոսում ենք բոլոր գերիներին ազատելու պայմանների մասին։ Առաջին պայմանն այն է, որ պատերազմը պետք է դադարեցվի, ինչպես ասել է նախագահ Թրամփը։ Եթե մենք ազատենք պատերազմի բոլոր գերիներին, պատերազմը կդադարի։ Երկրորդ պայմանն իսրայելցիները պետք է դուրս գան Գազայի հատվածից։ Երրորդ պայմանն այն է, որ Գազայի բնակչության համար պետք է ապահովվի ամբողջ մարդասիրական օգնությունը։ Բացի այդ, նրանք պետք է ազատեն բոլոր օկուպացված տարածքները եւ վերադառնան Գազայի եւ իրենց միջև գտնվող սահման։ Զինաթափման վերաբերյալ Համասն ունի իր մոտեցումը։ Այն պետք է դիտարկել ոչ թե որպես նախապայման, այլ որպես վերջնական կարգավորման հետևանք։ Խնդիրն այն է, որ Համասի ռազմական կարողությունների 90%-ը ոչնչացվել է։ Այսինքն այլևս ոչ մի լավ բան չկա, որի մասին Համասը կարող է խոսել կապված զենքի հետ։ Եվ երկրորդ, մենք այս հակամարտության սկզբից ի վեր բոլոր միջնորդներին եւ բոլորին ասել ենք, որ Համասը դիմադրում է օկուպացիային։ Եվ եթե օկուպացիան ավարտվի եւ պաղեստինցիները ինքնուն ղեկավարեն իրենց եւ ստեղծվի պաղեստինյան պետություն, Համասն այլևս ոչ մի զենք չի ունենա։ Փորձագետների գնահատմամբ Համասի կողմից սա կշռադատված քայլ էր, համաձայնել հումանիտար բաղադրիչին, պահպանելով իր ռազմավարական նպատակները։ Ես կարծում եմ, որ Համասը բավական խելացի քայլ է կատարել, ասելով այո կամ այո, բայց։ Նման մոտեցմամբ նրանք ըստ էության գնդակը հետ են նետել Նեթանյահուի եւ արաբական պետությունների դաշտ, ցույց տալով, որ համաձայն են հատկապես հաշտության բաղադրիչին, որը վերաբերում է պատանների ազատմանը։ Սա կարծում եմ օգնում է կանխել այն մտավախությունը, որ պլանն ամբողջությամբ մերժելը Իսրայելին կտա կանեչ լույս, ներկայումս ընթացողից էլ ավելի ագրեսիվ հարձակում սկսելու համար։ Համասի այս մասնակի համաձայնությունից հետո Թրամփը կոչ արեց Իսրայելին անհապաղ դադարեցնել Գազայի ռմբակոծությունները։ Իսրայելական լրատվամիջոցները հաղորդում են, որ բանակին հրահանգվել է կանգնեցնել հարձակողական գործողությունները։ Այս զարգացումները ողջունեցին համաշխարհային առաջնորդները, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարից մինչև Ֆրանսիայի, Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի եւ Թուրքիայի ղեկավարները։ Նրանք կոչ արեցին կողմերին օգտվել առիթից եւ ավարտել պատերազմը։ Բոլոր պատանդների ազատ արձակումը եւ Գազայում հրադադարը հասանելի են։ Համասի պարտավորությանը պետք է անհապաղ հաջորդեն գործողություններ։ Մենք այժմ հնարավորություն ունենք վճռորոշ առաջընթաց գրանցելու դեպի խաղաղություն։ Ֆրանսիան կունենա իր լիարժեք դերակատարումը համահունչ միավորված ազգերի կազմակերպությունում իր ջանքերին, Միացյալ Նահանգների իսրայելցիների ու պաղեստինցիների եւ իր բոլոր միջազգային գործընկերների կողքին։ Նախագահ Թրամփը ճիշտ է, որ կա իրական հնարավորություն ազատ արձակելու պատանդներին եւ ավարտելու պատերազմը։ Իսրայելը պետք է հայտարարի, որ միանում են նախագահի գլխավորած քննարկումներին գործարքի մանրամասները վերջնականապես մշակելու համար։ Ես ԱՄՆ վարչակազմին ասել եմ, որ Նեթանյահուն ունի քաղաքական աջակցություն ներսում գործընթացը շարունակելու համար։ Համասի արձագանքը Գազայում հրադադար հաստատելուն ուղղված ծրագրին կառուցողական եւ զգալի քայլ է հարատև խաղաղության հասնելու ճանապարհին։ Այժմ անհրաժեշտ է, որ Իսրայելը անհապաղ դադարեցնի իր բոլոր հարձակումները եւ ենթարկվի հրադադարի ծրագրին։ Մենք կշարունակենք մեր բոլոր միջոցներով ձգտել, որպեսզի բանակցություններն ավարտվեն Պաղեստինի ժողովրդի համար առավելագույն օգուտով եւ որպեսզի իրականացվի միջազգային հանրության կողմից աջակցվող երկու պետությունների ստեղծման լուծումը։ Պատանդների ազատ արձակումը եւ Գազայի համար խաղաղությունը հասանելի են։ Գերմանիան լիովին աջակցում է նախագահ Թրամփի կոչին ուղղված երկու կողմերին։ Պատանդները պետք է ազատ արձակվեն, Համասը պետք է զինաթափվի, մարտերը պետք է անապաղ դադարեցվեն։ Այս ամենը պետք է տեղի ունենա շատ արագ, գրեթե 2 տարի անց սա խաղաղության լավագույն հնարավորությունն է։ Գերմանիան կշարունակի ներգրավված մնալ։ Կրկնում եմ իմ մշտական կոչը ուղղված անհապաղ եւ մշտական հրադադարին, բոլոր պատանդների անապաղ ու անվերապահ ազատ արձակմանը եւ անարգել մարդասիրական մուտքի ապահովմանը։ ՄԱԿ-ը կաջակցի այս բոլոր նպատակներին ուղղված ջանքերին, կանխելու համար ավելի մեծ տառապանքները։ Նախագահ Դոնալդ Թրամփը ամփոփելով իրադարձությունները հանդես է եկել ուղերձով։ Ես պարզապես ուզում եմ, որ դուք իմանաք, որ սա շատ հատուկ օր է, շատ առումներով, աննախադեպ է, բայց շնորհակալություն բոլորիդ եւ շնորհակալություն այն մեծ երկրներին, որոնք օգնեցին։ Մեզ հսկայական օգնություն է ցուցաբերվել։ Բոլորը միասնական էին, ցանկանալով, որ այս պատերազմն ավարտվի եւ խաղաղություն հաստատվի Մերձավոր Արևելքում, եւ մենք շատ մոտ ենք դրան հասնելուն։ Շնորհակալություն բոլորից, բոլորի նկատմամբ արդար կվերաբերվեն։ Այս հատուկ օրվա եւ խաղաղության հնարավորության գինը եղել է ահռելի։ 2 տարի տևած պատերազմը, որը սկսվեց հոկտեմբերի 7-ին Համասի հարձակմամբ, 1200 իսրայելցու մահվան պատճառ դառնալով ավարտվեց ավելի քան 66000 պաղեստինցու կյանք խլած իսրայելական գործողություններով, որոնց 83%-ը ըստ ՄԱԿ-ի խաղաղ բնակիչներ էին։ Արդյունքում Համասը, որի ռազմական կարողությունների իրենց իսկ խոստովանությամբ 90%-ը ոչնչացված է, համաձայնեց վայր դնել զենքը։ Աննա Հարությունյան, Reopen Media։
Իրանում Իսրայելի հետ կապեր ունենալու մեջ մեղադրվող 6 անձանց մահապատժի են ենթարկել։ Այս մասին տեղեկանում ենք իրանական լրատվամիջոցների ծահաբեկիչները խոստովանել են իրենց մեղքը, այդ թվում անվտանգության 4 աշխատակիցների սպանության և Խորամշահրում ռումբի պայթյունի համար։ Այս րոպեներին Թբիլիսիի կենտրոնում բողոքի ցույց է Վրաստանում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են, որոնք բոյկոտում են ընդդիմության հիմնական ուժերի ծութը։ Ընտրություններն անցկացվում են 64 շրջաններում, այդ թվում 5 ինքնակառավարվող քաղաքներում՝ Թբիլիսիում, Քութայիսիում, Բաթումիում, Փոթիում և Ռուսթավիում։ Ժամը 15-ի դրությամբ քվեարկել է 992,000 ընտրող, նրանց ընդհանուր թիվը 3,5 միլիոն է։ Քվեարկությունը բոյկոտող կուսակցություններն իրենց կողմնակիցների հավաքում են Թբիլիսիի կենտրոնական հրապարակում, որտեղ բերվել են ոստիկանության լրացուցիչ ստորաբաժանումներ։ Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը հայտարարել է, որ Եվրամիությունն ի վիճակի չէ անվերջ ֆինանսավորել Ուկրաինայում հակամարտությունը։ Մենք արդեն ծախսել ենք 175-ից 180 միլիարդ եվրո և ամեն տարի պետք է նորից հատկացնենք 40-ից 60 միլիարդ։ Այդ ռազմավարությունը չունի ոչ ռացիոնալ, ոչ էլ ֆինանսական հիմք, նշել է Օրբանը։ Նա նաև նշել է, որ Ռուսաստանի նման հակառակորդի նկատմամբ հաղթանակ տանելու և միևնույն ժամանակ Եվրոպայի տնտեսական հզորությունը պահպանելու հույս ունենալը պատրանք է, որը վաղ թե ուշ կփլուզվի և լուրջ հետևանքների կհանգեցնի։ Միջազգային լրահոսին այսօր հետևում է Նարինե Ղուկասյանը։ Անցած գիշեր ռուսական զորքերը հասցրել են պատերազմի սկզբից ի վեր Ուկրաինայի գազային օբյեկտներին ամենամեծ հարվածը։ Կիևի տվյալով Ռուսաստանն ընդհանուր առմամբ արձակել է 381 անօդաչու և 35 հրթիռ։ Նշվում է, որ համակցված հարվածի հիմնական թիրախները եղել են էներգետիկ հատվածի կրիտիկական ենթակառուցվածքի օբյեկտները Խարկովի և Պոլտավայի մարզերում։ Ուկրաինան հեռահար դրոններով թիրախավորել է Ռուսաստանի էներգետիկ օբյեկտները, հարվածելով Օրսկի նավթավերամշակման գործարանին, որը գտնվում է Ուկրաինայի սահմանից մոտ 1400 կիլոմետր հեռավորության վրա։ Ռուս հակաօդայինները գիշերվա ընթացքում խոցել են 117 դրոն։ Ռուսական զորքերի գրոհային ստորաբաժանումները մտել են Սևերսկ, սկսվել են մարտեր քաղաքի փողոցներում։ Դոնեցկի ինքնահռչակ հանրապետության ղեկավարի խորհրդական Իգոր Կիմակովսկին տեղեկացրել է, որ ռուսական զորքերը Սևերսկ են մտել արևելյան հատվածից և արագորեն առաջ են շարժվում։ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը սեպտեմբերի 30-ին էր հայտնել, որ ռուս զինվորականներն ազատագրել են Դոնեցկի շրջանի Մալի Սևերսկ բնակավայրը։ Ուրբաթ գիշերը Բելգիայի արևելքում գտնվող ռազմակայանի վրայով նկատվել է 15 չճանաչված անօդաչու թռչող սարք։ Դրոնները Էզենբորնի ռազմակայանի վրայով անցնող անօդաչուները պատահաբար են հայտնաբերվել։ Բելգիայի պաշտպանության նախարարությունը սկսել է միջադեպի հետաքննություն։ Հինգշաբթի երեկոյան Գերմանիայի Մյունխենի օդանավակայանի աշխատանքներ կատվածահար եղել դրոնների հայտնվելու մասին հաղորդում ստանալուց հետո։ Վերջին օրերին Դանիայի, Նորվեգիայի և Լեհաստանի օդանավակայանները նույնպես դադարեցրել են աշխատանքը չճանաչված դրոնների ակտիվության պատճառով։ Օդային տարածքի խախտումներ են արձանագրվել նաև Էստոնիայում և Ռումինիայում։ Մոսկվան հերքում է օդային տարածքների խախտման մեղադրանքները, դրանք անվանելով անհիմն։ Վալդայի ակումբում Եվրոպա դրոններ ուղարկելու մասին ի պատասխան Պուտինը կատակել էր, էլ չեմ անի, ասել էր Կրեմլի ղեկավարը։ 25 տարվա գահակալումից հետո Լյուքսեմբուրգի մեծ դուքս Անրին պաշտոնապես հրաժարվել է գահից։ Հոգուտ ավագ որդու թագաժառանգ Գիոմի։ Իշխանության փոխանցման հանդիսավոր արարողությունը, որը տեղի ունեցավ Դքսական պալատում, խորհրդանշում է սերունդների փոփոխություն Եվրոպայի ամենահարուստ և կայուն միապետություններից մեկում։ Արարողությանը ներկա են դքսական ընտանիքի անդամները, մեծ դքսուհի Մարիա Թերեզան, արդեն նոր մեծ դուքս Գիոմն իր տիկնոջ արքայադուստր Ստեֆանիի հետ, Լյուքսեմբուրգի քաղաքական ղեկավարությունը վարչապետ Լյուկ Ֆրիդենի գլխավորությամբ։ Միջոցառման նշանակությունն ընդգծում էր նաև հարևան երկրների ղեկավարների մասնակցությունը։ Ներկա էին Բելգիայի թագավոր Ֆիլիպը, Նիդերլանդների թագավոր Վիլեմ Ալեքսանդրը և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։ Նարինե Ղուկասյան, Reopen Media։ Այսօր Գյումրիի տոնն է, ինչի առիթով ուղերձներ են հղել քաղաքապետ Վարդան Ղուկասյանը և Շիրակի մարզպետ Դավիթ Հարուշանյանը։ Ղուկասյանը նշել է, որ քաղաքի օր տոնը ոչ միայն Գյումրիինն է, այլև նրանց, ովքեր սիրում են Գյումրին, գյումրեցիներին, հարգում են ավանդույթներն ու մշակույթը, նրանցը, ում համար Գյումրին հարազատ, ջերմ ու տաք օջախ է։ Մարզպետ Հարուշանյանն էլ գրել է, որ տոնը ևս մեկ առիթ է խոսելու Գյումրու բացառիկության աննախադեպ հմայքի մասին։ Ջերմության, թասիբի, հումորի,
գիտության, արվեստի, արհեստի, սպորտի ու սիրո քաղաք է Գյումրին, որին չսիրել չի լինի, որով չհիանալ չի լինի, նշել է նա։ Գյումրի Սուրբ 7 վերք եկեղեցու Բակում մի քանի քաղաքացիների նշան բողոքի անժամկետ նստացույց ու հացադուլ են հայտարարել ի պաշտպանություն Միքայել arczepiskopos Աճապահյանի։ Նրանք պահանջում են ազատ արձակել Շիրակի թեմի առաջնորդին, որը հացադուլավորների խոսքով բոլոր իշխանությունների օրոք մշտապես համարձակորեն արտահայտել է իր կարծիքը։ Նստացույցի մասնակիցները գյումրեցիներին հորդորել են միանալ իրենց։ Հիշեցնեմ, դատարանը նախորդին Միքայել Սրբազանին դատապարտել է 2 տարով ազատազրկման։ Ճապոնիայում առաջին անգամ վարչապետի պաշտոնում կլինի իքական սեռի ներկայացուցիչ, նա տնտեսական անվտանգության նախկին նախարար Սանաե Տակաիտին է։ Հիշեցնեմ, սեպտեմբերին Ճապոնիայի վարչապետ Շիգերու Իշիբան հրաժարական էր տվել։ Անգլիական եկեղեցին նույնպես մոտ 500-ամյա պատմության մեջ ունի իր առաջին կին arczepiskopos-ը Սարա Մալալին Քենթերբերիի առաջին կին սրբազանն է, նա 63 տարեկանը 7 տարի Լոնդոնի եպիսկոպոսն է եղել, իրեն համարում է ֆեմինիստ։ Երևանում երկրորդ անգամ անցկացվող գիտության շաբաթ շարքը հավակնում է վերածել ավանդականի։ Այս տարի միջոցառումների շարքը կրում է զարգացնել գիտությամբ կարգախոսը։ Շարքի հիմնական իրադարձությունը գիտության փառատոնն է, որը կամփոփվի վաղը հոկտեմբերի 5-ին։ Կազմակերպիչների նպատակն է գիտությունն ավելի մոտ եւ հասկանալի դարձնել յուրաքանչյուրի համար, ցույց տալ նրա կիրառական նշանակությունը, ինչպես նաեւ ոգեշնչել սովորողներին դառնալ գիտնականներ։ Այցելուները գիտափորձերի, խաղերի եւ հանդիպումների միջոցով անմիջականորեն ծանոթանում են գիտական ու տեխնոլոգիական ձեռքբերումներին։ Նման մի փորձ է ձեռնարկել իմ գործընկեր Մոնիկա Հայրոյանը։ Երևանում գիտության շաբաթ է, որը նոր բացահայտումների սկիզբ կդառնա յուրաքանչյուրի համար։ Հարցեր տալու, պատասխաններ փնտրելու եւ անհնարինը հնարավոր դարձնելու ժամանակն է եկել։ Հայաստանի բուհերի ուսանողները մեկ շաբաթ ունեն իրենց նախագծերը ներկայացնելու համար։ Դա անում են մեծ ոգևորությամբ եւ առանց հոգնելու։ Մենք ուսումնասիրում ենք ջրային ռեսուրսները, ուսումնասիրում ենք աղակալվածության հիմնախնդիրը, այսինքն հողերի հետ կապված ուսումնասիրությունները նույնպես իրականացնում ենք։ Արարատյան դաշտում հիմա աղակալված հողատարածքները շատ են եւ հիմնական մեր թիրախը այդ ուսումնասիրություններն են։ Ուսումնասիրում ենք աղակալվածության հիմնախնդիրը եւ որպես օբյեկտ ընտրել ենք Կարինու ցորենը, որովհետեւ մշակաբույսերից հիմնականում դրանք են Հայաստանում ամենաշատ մշակվողները։ Ֆիզիկայի ֆակուլտետի ուսանողները ներկայացնելով իրենց նախագծերը կատակում են, երբ գիտես ֆիզիկա դժվար է հրաշքների հավատալ, բայց իրենք այցելուների համար արդեն հրաշագործներ են։ Մենք հոսանք ենք անցկացնում իր միջով, այս լարերով սկսում է հոսալ մեծ հոսանքի ուժով, բայց լարվածությամբ փոքր հոսանք, որը ստեղծում է դաշտ ու այս արդեն մեր ունեցած հաղորդալարով կարելի ասել, ստեղծում է էլի հոսանք, անցկացնում է հոսանք, որի լարումը ավելի մեծ է, բայց հոսանքի ուժն է փոքր։ Այս էլ իր շուրջը ստեղծում է էլի դաշտ, որի շնորհիվ մենք այսենց հեռավորության վրա կարանք գազային լամպ։ Գիտության շաբաթվա կրտսեր մասնակիցներն էլ հասցրին զարմացնել այցելուներին, որպես կանոն նրանց տաղավարները ունկնդիրների պակաս չեն ունենում։ Էսի առողջ լյարդի բջիջներն են, էսի հիվանդ լյարդի ցիրոզ։ Էսի երկու բույսերից ստացած փոշիներն են։ Առնետա։ Իրան ներքին օրգաններն են։ Էսի իրան ներքին օրգաններ են, էսի իքական սեռի բանն է, այսինքն որ ինքը աղջիկ է, էսել արական, այսինքն որ տղա է։ Օրգան համակարգի կառուցվածքը ավելի նման է մարդկանց, դրա համար են կոնկրետ հենց առնետի վրա անում են փորձերը։ Շատ ուսանողների համար գիտության շաբաթը սեփական հեղինակային նախագծերը ներկայացնելու հնարավորություն է։ 3 դեպի եմ հավաքել, անձնական պրոյեկտ է, տնց ուղղակի հավես էր փորձ ձեռք բերել այս սֆերայում։ Գիտության փառատոնը բաղկացած է թեմատիկ 3 մասից։ Առաջին մասը անցկացվել է հոկտեմբերի 1-ից 2-ը, գիտությունն ամենուրեք է խորագրով։ Երկրորդը հոկտեմբերի 3-ից 4-ը, մասնագիտական կողմնորոշում թեմայով։ Իսկ երրորդ մասը կրում է գիտական ֆանտաստիկա խորագիրը եւ կանցկացվի հոկտեմբերի 5-ից 6-ը։ Մոնիկա Հայրոյան, Ստեփան Տիգրանյան, Reopen Media։
Grand Chess Tour-ի շախմատային տարվա եզրափակիչ մրցաշարում հայկական շախմատի երբեմնի երկարամյա առաջատար այժմ Միացյալ Նահանգների դրոշի ներքո հանդես եկող Լևոն Արոնյանը շահել է 3-րդ մրցանակը, հնդիկ մրցակցին գերազանցելով 28 հաշվով։ Տարվա ընթացքում 5 գերմրցաշարերի արդյունքով 4 ուժեղագույն գրոսմայստեր էր հասել եզրափակիչ, որը կայացավ բրազիլիական Սան Պաուլո քաղաքում։ Կիսաեզրափակչում Արոնյանը դասական եւ արագ շախմատում ոչ ոքի էր ավարտել մրցախաղերը Ֆաբիանո Կարուանայի հետ և միայն կայծակնային շախմատում սայթաքելը փակեց նրա ճանապարհը եզրափակիչ, իսկ ահա 3-րդի տեղի համար պայքարում Լևոնը անգերազանցելի էր։ Եվ վերջում եղանակի մասին Երևանում և մարզերում հոկտեմբերի 4-ից 9 սպասվում է առանց տեղումների եղանակ, օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 5-ից 8 աստիճանաբար կբարձրանա 5-ից 7, Լոռիում, Տավուշում, Սյունիքում 8-ից 10 աստիճանով։ Այժմի համար նախատեսել էինք այսքանը, հաջողություն։